սրիկա եւ այլն։ Սրիկա, մինչև անգամ նախագահներին է հենց այս որակումներով վիրավորանքներ հասցնում։ Ինչու է այսպես ակտիվացել այս տիկինը, այս ամեն ինչով է պայմանավորված, համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Հարգելի հայրենակիցներ, մենք պետք է արձանագրենք մի քանի կարևոր փաստ։ Այդ փաստերի մեջ մտնում են այն հատվածները, որոնք միշտ անհանգստացրել են մեր հայրենակիցներին։ Այդ հատվածների մեջ մենք ներառում ենք Նիկոլ Փաշինյանի ընտանիքի վախերը։ Նիկոլ Փաշինյանները, այսինքն Փաշինյանական այդ փոքր ոհմակը, բաղկացած Նիկոլից եւ Աննայից վախեցած են այսօր իրենց զրոյացած ռեյտինգից, իրենց բացահայտված էությունից, այսինքն իրանք այն ժամանակ խափում էին, որ իրանք պուշ են եւ այլն, բայց այսօր իրանք այնքան են հեռացել այդ ժողովրդից, իրանք մարդկանց ասում են ոչիլ։ Խեն ասում, որովհետեւ ժողովուրդը ումով, որ իրանք եկել են իշխանության, այնքան հեռու է իրանք համար, որ իրանք աչքին արդեն ոչիլ է երևում։ Դա 1։ Երկրորդը, շատ կարևորում եմ, որ մենք արձանագրենք, որ այս ջղաձգումները, այդ անկանոն շարժումները Աննա Հակոբյանի, որոնք բացարձակապես հարիր չեն եւ խեղաթուրում են առաջի տիկնոջ ինստիտուտ առհասարակ, որ մենք տեսել ենք, որ առաջի տիկինները մեր երկրում բարեգործությամբ են զբաղվում, առողջապահության խնդիրներն են երեխաների նաև լուծում եւ այլն միջազգային հարթակներում մեր երկիրը բարձր ներկայացնում են, պատվով եւ այլն, մենք հիմա տեսնում ենք, որ նրանք պղծել են բոլոր ինստիտուտները, հիմա անցել են արդեն առաջի տիկնոջ ինստիտուտի վերջնական կազմաքանդմանը եւ դա խոսում է այն բանի մասին, որ նրանք արդեն գիտեն, որ այլևս չունեն ժողովրդի աջակցություն։ Հիմա նրանք ինչ են փորձում անեն։ Նրանք փորձում են վախի մթնոլորտ սերմանեն, այդպես անդրադառնալով մարդկանց, դնելով իրանց էջերին վիրավորանքներ գրելով իրանց հասցեին, Ալեն Սիմոնյանին ուղարկում են ինչ-որ տիկնոջ տուն, ասում են գնա քո մասին բանը ասե, այտենց եթե մենք այտենց այն ժամանակ մինչև 2018 թվականը ձեր բոլոր խապկանքների եւ մանիպուլյացիաների, ձեր ստատերի հետևից, որ այդքան մարդ կար ձեր դուրը թակեր, ձեր դուրը կարողա ծակվեր այդ թակոցներից, այդքան բանակ դուք խափե մարդկանց մասին, իսկ այսօր ճիշտ քննադատություններին, արդար քննադատություններին դուք փորձում եք պատասխանեք ագրեսիայով, չընդունելով այդ քննադատությունները, մարդկանց վիրավորելով եւ այդ վիրավորանքների կոնտեքստում ուզում եմ հիշեցնել, որ այս մարդիկ նաեւ քարոզում են կրթվել է նորաձև է ինչ որ կրթության հետ որևէ կապ չունեցող արշավ, այդ արշավը մենք տեսնում ենք կրթվելը նորաձև է Աննա Հակոբյանի համար ինչ է նշանակում, կրթվելը նորաձև է նրանց համար Արցախի հանձնումն է նշանակում է, որ 5000 մեր եղբայրներին սպանելն է նշանակում է քաղաքական բանտարկյալներ ունենալ, նշանակում է քաղաքական խոսույթը առհասարակ սահմանափակել, նրանք փորձում են սահմանափակել բոլոր քաղաքական խոսույթ իրականացնող սեգմենտների, օղակների, կարծիքը, միտքը փորձում են կրճատեն, փորձում են լրացնեն։ Օրինակ Արմեն Աշոտյանը արդեն 2-րդ տարին է մեր կուսակցության փոխնախագահ անազատության մեջ է պահվում կեղծ շինցու քրեական գործի շրջանակներում Արմեն Աշոտյանին լրացրել են, որովհետև Նիկոլ Փաշինյանը իր տերերին խոստումներ էր տվել եւ իր աշխարհաքաղաքական ռևերանսների շնորհիվ նրան դեռ ձեն չեն հանում, որ Արմեն Աշոտյանը կալանքի տակ ապօրինի պահվում, այսօր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վրա նոր քրեական գործ են հարուցել նաև դատնա լինելու առաջին այսօր եւ բոլորիս վրա նոր գործեր են հարուցում, մենք տեսնում ենք թե ինչպես են այս ուզուրպատորները փորձում պահեն իշխանությունը։ Հիմա Աննա Հակոբյանը նաև խաղում է իր անձնական առանձին խաղը, որը խոսում է հետևյալի մասին, որ մենք ժողովրդին այլևս չենք ճանաչում։ Մենք մեր սեփական տեսլականը ունենք մեր երկրի հետ կապված եւ այդ տեսլականի մեջ հայ ժողովուրդը չի մտնում, որովհետեւ այն մարդկանց, այն օղակների քննադատությունները, որոնք Աննա Հակոբյանը անթույլատրելի է համարում, այդ քննադատությունների մեջ չի եղել որևէ վիրավորական խոսք հիմնականում, որևէ եթե եղել է վիրավորական խոսք, ինքը այդ վիրավորական խոսքին վիրավորանքով է պատասխանում, դա եւս ընդունելի չի եւ հասկանալի չի, թե այս ինչի մասն է խոսքը։ Նրանք կեղծ դեմոկրատիա քարոզելով տվեցին, հանձնեցին Արցախը,
նաև համեմելով այդ կեղծ հայրենասիրությամբ այսօր այդ կեղծ դեմոկրատիա քարոզողները, հա, կեղծ եվրոինտեգրում քարոզողները, այդ եվրոպական դհոլները, մասնավորապես Արման Բաբաջանյանները եւ այլոք վառում են մեր ռազմավարական դաշնակից պետության նախագահի նկարն են կախում, հակահայկական բաներ են գրում այդ նկարի տակ, որովհետև ինչու ոչ միայն հակառուսական, որովհետև դա ըստ էության հակահայկական ակցիա է, այո, եւ մեզ հեռացնել է մեր ընկերներից եւս դա հակահայկական ակցիա է, այո։ Հիմա ես ուզում եմ անպայման մենք այսօր քննարկենք որոշակի խնդիրներ, որոնք վերաբերվում են կոռուպցիային, որոնցից այդ ջղաձգումները Նիկոլ Փաշինյանի մոտ առհասարակ սկսվում է, հա։ Սկսենք կոռուպցիայի խնդիրներից, վերջում կանենք փոքր վերլուծություն, թե ըստ էության ինչ է կատարվում աշխարհում այսօր գիտենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովն այցելել է Հայաստան, երեք այցելել է Հայաստան Իրանի պաշտպանության նախարարը, սա մեսիջներ են, որոնց մենք կանադառնանք։ Միջանոց միջև իհարկե գանք Լավրովի այցի եւ Ալբանիայի կզած վիճակին, ես ուզեմ այդ կոռուպցիայի հետ կապված, հա, այլևս բաց տեքստով նախագահներն են խոսում 60 միլիոնից ավելի իրենց թալանի կոռուպցիայի մասին եւ իրենք հենց խանգարումի մեջ են հայտնում եւ թիրախային կոռուպցիային են խփում իրենց։ Ես խնդրեմ ես մասով տեսակ եք եւ նորից հարցեր են ուր է պատերազմի ժամանակ 100 միլիոնը ստուգից եւ մյուսները։ Շատ լավ, շնորհակալություն հարցի համար Մարիամ ջան, ես ուզում եմ կոռուպցիայի հարցին պատասխանելով մենք այս կոնտեքստով, հա, այս կոնտեքստում նայենք հարցին։ Կոռուպցիան դա թալան է մեր ժողովրդից, կոռուպցիան դա հնարավորությունների կորուստ է, որը Նիկոլ Փաշինյանը նվիրել է մեր պետությանը։ Հիմա ասեմ, տեսեք, օրերս հայտարարությամբ հանդես եկել Ուզբեկիստանի իշխանությունը, ասելով, որ նրանք միանալու են Շուշիում ստեղծված թուրք-ադրբեջանական դեկլարացիային, որը կոչվում է Շուշիի դեկլարացիա։ Դա դեկլարացիա անվտանգության մասին, որ մի պետությունը ապահովում է մյուս պետության, պարտավորվում է ապահովել մյուս պետության անվտանգությունը, հա, ըստ էության ռազմական ալյանսի մասին է խոսքը եւ շուտով Ուզբեկիստանի խորհրդարանում պետք է հաստատեն, որ Ուզբեկիստանը եւս ներգրավվի այդ Շուշիի ալյանսի մեջ, որը կնքվել է 2021 թվականին։ Հիմա տեսեք, այս կոնտեքստում ձևավորվում է հետեւյալը, հա, արևմտյան որոշ ուժեր աջակցում են Թուրքիային, որպեսզի Թուրքիան վերականգնի Թուրանը, այսինքն Թուրքիայից, Ադրբեջանից մինչև Ալտայ, այդ իրանց ժամանակին մեծ Տուրան հասկացողությունը, որը լինելու է մեր, Իրանի եւ Ռուսաստանի հաշվին, նաեւ Չինաստանի, որովհետեւ Չինաստանում էլ կա որոշակի հատվածներ, որտեղ որ ապրում են թուրքալեզու բնակիչներ եւ Թուրքիան մեծ քայլեր է ձեռնարկում, հատուկ քայլեր է ձեռնարկում, որպեսզի այդ հատվածներում միշտ լարվածությունը ապահովի, հա։ Ուրեմն ույգուրները եւ այլն ցեղեր կան, որոնք որ Թուրքիան ըստ էության, հա, իրանք թուրքալեզու են եւ Թուրանի անդամ են եղել եւ էթնիկ թուրք են։ Հիմա տեսեք, այս թուրքական ալյանսի, հա, այս նեոտուրանի զարգացումը հիմա կարող է կանխել Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի ալյանսը եւ նաեւ Հայաստանի եւ արևմտյան գործընկերների հետ ժամանակին ունեցած մինչեւ 2018 թվականը ունեցած ջերմ ու ճիշտ բալանսավորված քաղաքականության արդյունքում ձևավորված հարաբերությունները մեր ժամանակ, մեր իշխանության ժամանակ ձևավորված ՍԵՊԱ-ն եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանի թալանը մեզ գողացել է մեզանից հնարավորությունը, որպեսզի մենք ասենք հանրությանը, աշխարհին, որ մենք կարող ենք կառուցել ճանապարհներ, որպեսզի մենք ապաշրջափակենք կոմունիկացիաները եւ միավորենք, հա, մեր երկրները ճանապարհներով։ Այսինքն Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա եւ այլն, ընդհանրապես տարածաշրջանը, հա, բացենք ճանապարհները մեր ոչ թե մեր սուվերեն տարածքների հաշվին, այլ այն նրա հաշվին, որ մենք ներդրումներ ենք կարողանում անել։ Տեսեք, $7 միլիարդ
7 միլիարդ դոլարով։ Նիկոլ Փաշինյանը այս 7 տարվա ընթացքում կարող էր կառուցել երկաթգիծ, որը կկապեր Թեհրանը, Երևանը, Թբիլիսին եւ Մոսկվան։ Դուք պատկերացնում եք, այսինքն առևտրաշրջանառության չափը դուք պատկերացրեք եւ պատկերացրեք, որ ինչ ծավալների է ավելի մեծանալու այս առևտրաշրջանառությունը, երբ մենք տեսնում ենք, որ նաեւ Իրանն է ԵԱՏՄ-ին անդամակցության, հայտ ներկայացնել որոշակի եւ ստրատեգիկ գործընկերային փաստաթուղթ են ստորագրել Ռուսաստանի Դաշնության հետ եւ մենք Հայաստանի Հանրապետությունը որպես կամուրջ այսօր ծակ գրպաններով է կանգնած, որովհետեւ մեր վարչապետը Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ ձեզ թալանել է ինքը, որովհետեւ մեր երկի դա է իսկական թալանը։ Այդ որ խոսում են միլիարդները թալանել են, հիմա ասում են միլիարդներ չէ, լավ մի քանի միլիոն դոլարեր կամ մի քանի հազար սրանք իրանց կյանքում ոչ մի բան չստեղծած է, նայեք 7 տարիա մենք իշխանության չենք, չէ՞։ Թող գային մեզանից ասեին որտեղից է այս կոստյումը գնել, ես է գնայի ցույց տայի որտեղից եմ գնել եւ ինչ գումարներով։ Իրանք խափեփաներ են, իրանք կոռումպացված իշխանություն են, որոնք ապրում են բացառապես ժողովրդի հաշվին։ Ժողովրդի հաշվին են ապրում եւ ֆիզիկապես եւ հոգեպես, սնվելով ժողովրդի վախերով, սնվելով ժողովրդից գողացած հույսերով, գողացած երազանքներով, սնվելով գողացած երջանկությամբ, Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը շարունակում է կառավարել մեր պետության հաշվին։ Ինչ է կարել 7 միլիարդ դոլար գումարը։ Հիմա տեսեք, ժողովուրդ ջան, էսա մի հատվածն է որ կարող է։ Ես մի բան եմ ասում։ Տեսեք, հիմա այսօր այդ կոմունիկացիաները բարդ է ձևավորվում, որ տամոժնյա կա, Իրան, Հայաստան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան է, սա, եթե մենք այս 7 տարվա մեջ պատկերացնում եք այդ գումարները ներդնեինք երկաթ գծերի մեջ եւ կապեինք մեր երկրները իրար, դուք պատկերացնում եք մենք ինչ առևտրաշրջանառություն կունենայինք։ Մենք ժամանակին այսօր որ սրանք խոսում են տնտեսական աճ ենք բերել եւ այլն, դա էլ են խափում, իրանք որևէ տնտեսական աճ չեն բերել։ Իրանք տնտեսական աճը գրանցում են Հայաստանի Հանրապետությունում միայն բացառապես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած ԵԱՏՄ-ի հաշվին, որ իրանք այն ժամանակ ասում էին մի օրվա մեջ գնաց մտավ ԵԱՏՄ եւ այլն, որ իրականությունը լրիվ այլ էր, երկար ժամանակ է պետք եղել մեզ, որպեսզի մենք ներգրավենք ԵԱՏՄ-ի անդամ դառնանք, բայց այսօր 60% տնտեսությունը ԵԱՏՄ-ի հաշվին է, արտահանում ներկրում եւ այլն, բայց այս անփառունակները, որոնք զբաղված են միայն թալանով, մենակ իրանց փորը կուշտ պահելով, այնքան են ուտում, որ սաղորը հեծանիվ են քշում, որ այդ կերածը չերևա հասկանում եք, այդ հեծանիվային արշավները դրա համար է, որովհետեւ այնքան են իրանց կառուցվածքի վրա մարդիկ ծիծաղացել ու խայտարակ են եղել տարբեր երկրներում, դրա համար այդ իրանց կերածը փորձում են ինչ-որ սպորտային քայլերով կոմպենսացնեն, բայց երիտասարդությունը ապահովագրված չի, այսօր նարկոմանությունից, սինթետիկ տարբեր թմրանյութերից, վեյփերից հազար անգամ խոսացել ենք, ես նորից այսօր այդ վեյփերի մասին կարճ նաև անդրադարձ կանեմ։ Հիմա տեսեք, մենք այս կոմունիկացիաները չենք կարող այս բային կառուցել, որովհետև մենք այսօր գումար չունենք Նիկոլ Փաշինյանը կասի, թեև իշխանության փոփոխության դեպքում ես վստահեցնում եմ, որ մենք կհայթայթենք, կգտնենք այդ գումարը, որտեվ Սփյուռքը կվերականգնվի, այս բևեռացված հասարակությունը կսոսնձվի, Նիկոլ Փաշինյանն է սաղին իրար վրա, իրար հետ կռվցրել է, սաղին իրար դեմը հանել, ասել է, որ պետք է սաղս առանձին լինենք, բաժանիր, որ տիրես սկզբունքով։ Հիմա տեսեք, մենք այսօր արձանագրում ենք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը աուտ է թողել ամեն ինչից, փոխանակ օգտագործելով հիմա Թուրքիան ու Ադրբեջանը Շուշիի համաձայնագիր են կնքել, հա, անվտանգության։ Դու էլ այնքան խելք ունենայիր, թեև իրանք խելք շատ լավ խելք ունեն, իրանք հայրենասիրություն չունեն, որ մենք կարող ենք Հայաստան, Իրան, Ռուսաստան եւ Չինաստան ալյանսի ձևաչափում, հա, ձևաչափով գնալ առաջ հանգիստ, որ նաեւ ես ուզում եմ որ մենք արձանագրենք, որ այսօր Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսույթը շատ հայանպաստ էր եւ երբ որ Արարատ Միրզոյանը ասում է որ Ռուսաստանը մեր
գործընկերն է Սերգեյ Լավրովը, ասում է, որ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է։ Սա ըստ էության այսօրվա արձանագրած կարևորագույն թեզն է, որ Հայաստանի իշխանությունները նրանց նայում են որպես գործընկեր, նրանք Հայաստանի ժողովրդին նայում են որպես ստրատեգիկ գործընկեր, հա, այսինքն դաշնակից, ոչ թե ուղղակի գործընկեր։ Հիմա դրան գումարվում է նաև այն կարևոր փաստը, սա ուզում եմ, որ դուք ձեր մոտ հատուկ ֆիքսեք։ Նրա ֆոնին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնում է Իրան, մեկնում է ուրեմն Իսրայել, Իրանի պաշտպանության նախարարը մեկնում է Հայաստան։ Սա կարևոր, ու ասում է, որ տարածաշրջանում փոփոխությունները տարածքների Իրանի համար անընդունելի է եւ որևէ փոփոխություն չկա նրանց հերետորաբանության մեջ։ Տեսեք, մենք այսօր պետք է հասկանանք կարևոր մի հատ բան։ Մեզ պետք է օր առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացման գործընթաց կազմակերպել, կապ չունի ոնց։ Որևէ կապ չունի ոնց մենք դա կանենք։ Սահմանադրական կա մի քանի ճանապարհ, բոլոր ճանապարհները փորձել ենք, բացի impeachment-ի ճանապարհից չի ստացվի, այս ճանապարհը կստացվի թե չէ, չգիտեմ, բայց պետքա փորձենք, ինչքանով որ հնարավոր է, հնարավոր չի, տոկոսային հարաբերակցություն կա, որ հնարավոր է, վստահաբար պետքա փորձենք, փողոցային պայքար անենք, այնքան անենք, մինչև Նիկոլ Փաշինյանը գնա, հիմա նա էլ որ ինչ-որ բան են անում, որ չի ստացվում ու նեղանանք այդ process-ից էլ չանենք, ես դա սխալ եմ համարում, հիմա մի քանի անգամ փողոց ենք դուս եկել, Նիկոլը չի գնացել, նեղանանք ասենք, որ Նիկոլը էլ չի գնում, всё, եկեք գնանք տաներով, դա սխալ է, մենք պետքա պայքարենք մինչև վերջ, պետքա քայլեր ձեռնարկենք, որպեսզի կազմաքանդվի մեր երկիրը վերջնականապես, ոնց որ ուզում են Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը։ Հիմա մենք պետքա հասկանանք, թե ինչ է կատարվում առհասարակ։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում եւ Ալբանիայում խայտարակ եղավ։ Նիկոլ Փաշինյանը աշխարհում այսօր հայտնի է որպես զոնտիկ բռնող, իրան ասում են անձրևանոց պահող վարչապետը, որովհետև Մակրոնի անձրևանոց պահողն է ինքը, եւ էս է իրականությունը նրանց կառավարման։ Նրանք փորձում են ամեն ինչ անել, որպեսզի դառնան ինչ-որ պետության ստրուկ։ Ինչ-որ ժամանակահատվածով, ասենք Եվրոպայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի կապ չունի որ պետության, ինչ-որ մի կարճաժամկետ իրանց ստրուկը դառնան ու այդ ստրուկը դառնալով իրանց իշխանությունը երկարաձգեն։ Հիմա իրանց բոլոր կուրատորները մի ժամանակ շատ խելացի մարդ մեզ ասում էր, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերին պետքա վերաբերվեք ոչ միայն որպես Նիկոլ Փաշինյանի խոսքերի, այլ որպես օրինակ Ռիչարդ Մուրի խոսքերի կամ այլ մարդկանց խոսքերի, որոնք կառավարում են, հա, իրանց քաղաքականությունը, եւ ըստ էության մենք այսօր կարող ենք ֆիքսել, որ նրա թելերը կտրվել են նաեւ այդտեղից, որովհետեւ նա չէր կարող Մոսկվա չմեկնել, թեև գնաց, չհակավ Գեորգիևսկի լենտան, այնտեղ ինչ որ բաներ խոսած եւ այլն, դա չի էականը։ Նրան իր եվրոպացի տերերը ասել էին չգնաս Մոսկվա, ինքը գնաց Մոսկվա, որովհետեւ հասկանում էր, որ Մոսկվայի հետ հարաբերության այդպիսի խզումը իր համար ճակատագրական կլինի եւ այսօր արևմտյան ուժերի հետ հարաբերություններն էլ լավ չեն, որովհետեւ ես նորից եմ ասում, նրանից պահանջում են ստրկատիրական նկարտումներով, հա, ստրկատիրական նկարտումներով, եթե մեր ժամանակ մենք ունեցել ենք բալանսավորված քաղաքականություն եւ սկզբունքով եւ Ռուսաստանի եւ Իրանի եւ արևմտյան երկրների եւ ԱՄՆ-ի հետ ունեցել ենք փայլուն հարաբերություններ եւ շատ ես իմ էջում մի տեսանյութ եմ հրապարակել, որտեղ մի քանի երկրի ղեկավարները, մի քանի տասնյակ երկրի ղեկավարներ են, Չինաստանի այսօրվա ղեկավարն է Սի Զինպինը, ում կողքը կանգնած է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում հետևում կանգնած է այսօրվա Թուրքիայի ղեկավար Էրդողանը։ Մենք տենց երկիր ենք եղել եւ մենք հնարավորություն ունենք վերաձևակերպելու մեր երկիրը, վերադարձնելու այն հունին, որը որ ունեցել ենք ժամանակին։ Ազգ հայրենիք պետություն սկզբունքով Հայաստան, Արցախ, Սփյուռք երամիասնությունը, որ քանդել է Նիկոլ Փաշինյանը, մենք կարող ենք վերաձևակերպել, վերանայել, սոսնձել այն դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Հիմա նայեք, սրանց ջղաձգումները, խոսում են նրա մասին, դե իրանք ունենում են, չէ, տվյալներ են ստանում ԱԱՑ-ից եւ այլն, իրանք ստանում են, որ իրանք այսօր վարկանիշ չունեն, 0 վարկանիշ է իրանց մոտ հիմա։ Տեսեք, այդ 0-ական վարկանիշը իրանց համար իրանց ամենավախենալու երազն է։
Իրանք ամենաշատն են վախենում այդ նրանից ժողովրդի հետ կտրվելուց, բայց իրանք ըստ էության ժողովրդից կտրվել են, որովհետև ժողովրդին քրվում են, ժողովրդի հետևից ինչ ասես խոսում են, նայեք, նաև այս կոռուպցիայի մասով մի հետաքրքիր բան եմ ուզում ասեմ, նայ տեսեք մարդիկ կան, ովքեր ստեղծող են, մարդիկ կան, ովքեր քանդող, տենց կեղեքող են։ Հիմա տեսեք, այս մարդիկ Նիսիայի բուտկեքում 3000 դրամ PV փող Նիսիա մնացած մարդիկ են։ Դրա համար էլ իրանք այդ Նիսիան հիմա ավելի մեծ մասշտաբով են մնացել, 7 միլիարդ դոլար են Նիսիա մնացել, պրոստը իրանց Նիսիան մենք պետք է փագենք, ոչ թե իրանք։ Սա դուք հիշեք, մեր վրա է մնալու այդ, որ մենք չենք հրաժարվելու մեր երկրը, չենք ասելու դելա, որ հիմա պարտք է մնացել, մենք բան չենք անում։ Մենք պետք է փագենք այդ գումարները, որպեսզի մենք կարողանանք մեր երկիրը առաջ տանենք։ Բայց ես ուզում եմ այսօր ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանի այս ջղաձգումները, այդ Ալեն Սիմոնյանի գնալ մարդու տուկ տալ, այդ կնոջը մանգալը, այդ Ավինյան Տիգրանի այդ խայտարակ պայլաձևը, այդ ուղիղ եթերում մարդ ծեծելը, իրանց այս վայրագությունները, որ իրանք անում են, որ ուղղակի ծիծաղալու է, հա, եթե եվրոպական արժեքների տեսանկյունից նայես, նաև որի կարող է, որ հայ ժողովուրդն է այդ եվրոպական արժեքների իրական պահպանողական արժեքների կրողը։ Սրանց արածները որևէ կապ չունեն, սրանք ուղղակի թմբկահարում են այն լիբերալ ուղղությունների գործիքն են փորձել հանդիսանալ, որոնք որ քանդվել են Տրամպի իշխանության գալով, հա, այսօր իրանց ուժերը թուլացել է, Նիկոլ Փաշինյանն էլ սխալ ստավկա էր արել, դրել էր ամբողջ իր ներուժը, դրել էր սրանք Բայդենի վարչակազմի վրա, բայց հաղթեց Տրամպը եւ ամեն ինչ հոդս ցնդեց Նիկոլ Փաշինյանի ճարտարապետության մեջ քաղաքական։ Հիմա նայեք, իրանք փորձում են, ժողովուրդ ջան, չխափնվեք ուղղակի։ Իրանք փորձում են ձեզ նորից խափեն։ Հիմա Վահագն Ալեքսանյանը գնում է, ինչ-որ խեղճ վիդեոներ, միայնակ երեխու վիդեոներ է բանանում սարքում, որ ինքը մենակ է մեծացել, որ իրան չգիտեմ ինչ են արա եւ այլն, ինքը ինչ-որ տղամարդկությունից են խոսում, օրինակ Վահագն Ալեքսանյանի ու եւ շատերի տղամարդկությունից խոսելը մարդկանց էփած հավի ծիծաղը գալիս է, էլի, իրանք ուր տղամարդկությունը, ուր իրանք տաղությունից են սկսել խոսալ, ուղղակի տենց հիմա տրենդի մեջ է, հիմա աշխարհում պահպանողական կուսակցությունների իշխանության են գալի, հիմա տենց տղամարդկությունը, ուժեղ լիդերները, բան տենց տրենդի մեջ են, սրանք գիտեն, որ կարան տենց ինչ որ խոսույթով ուժեղ տղա Երևանները, ուժեղ տղան խոսույթով չի Երևանում, իրաց գործում է Երևանում։ Դուք Արցախը հանձնել եք, այդ վաղ ուժեղ տղա լինեիք։ Այդ որ գալիս եք ստե ազգային ժողովում լաչառություն եք անում կամ 100 հոգով հարձակվում եք մի հոգու վրա, ըստե ձեզ բա Թուրքիայի հետ հարաբերություններում ձեզ տղավայրի պայեք, որ sense մատով կանչում է, ձեզ ասում է, արիստել արա։ Այդ վաղ հելնեիր ասեիր, այն ժամանակ ես այդ թուրքական դիվանագիտության վերաբերել կարևոր մի բան եմ ուզում հիշեցնել։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին եւ ֆուտբոլային դիվանագիտություն կար, մենք գնացել էինք Թուրքիա ֆուտբոլի խաղի եւ այդ ֆուտբոլի խաղի ժամանակ Էնվեր Փաշայի Աթաթուրքի կներեք, Աթաթուրքի նկարը, որ ամբողջ ֆուտբոլի դաշտով մի հատված կար, այդ նկարն էր, այդ նկարը փակել էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար, որ ինքը այդ նկարը չտեսնի, հասկանում եք, մենք Թուրքիայի այսօրվա նախագահան միացել է 2016 թվականի Մինսկի խմբի հակաադրբեջանական հայտարարությանը, այս ամեն ինչը մենք հեքիաթ չի, մենք իրանց կարել ենք Ղարաբաղյան պատերազմում, առաջի պատերազմում Վազգենը ասում էր Սարգսյան, որ թուրքը նույն թուրքն է, մենք ենք, Պրոստը սրանք այսօրվա իշխանությունը թուրքական իդեալոգիա են տանում առաջ, թուրքական գաղափարախոսությունն են սերմանում, հասկանում եք, ասում են, որ մենք լավը չենք, նսեմ ենք, դեբիլ ենք, կեղտոտ ենք, չգիտեմ, ոչիլ ենք, եսի ինչ ենք եւ այլն, այն արիական հայի ցեղը, ինչ? Այո։ Հիմա իրանք ուզում են մեզ նսեմացնեն, սարքելով իրանց նման, իրանք մարդկանց տենց են ճանաչում, էլի, որովհետև իրանք են ոչիլ, իրանք են տահաս, իրանք են կեղտոտ, անլվա, այդ վիճակը իրանք են տենց, իրանք բայց դա սկսել են ժողովուրդ, այնքան են կապը կորցրել իրականության հետ, որ ժողովրդին, ոնց կարաս քո ժողովրդի հատվածին քեզ քննադատող, ինչ որ տենց բնութագրես տենց։ Հիմա լավ, նաև որպես վերջաբան հարգելի հայրենակից ուզում եմ ասեմ, այս Նիկոլ Փաշինյանի կներեք ժողովրդական լեզվով ասած կտերը չուտեք։
Իրանք մեզ խափում են։ Իրանք ընտրությունների ժամանակ կլինի, երբ կլինի, իրանք նորից սաղից կալանավորելու են, Աշոտյանին էլի չեն թողելու հիմա առաջիկա դատերի ժամանակ, որովհետև դատավորին հանձնարարություն են տվել, որ չթողի եւ այլն, բայց մեզ պետքա պայքարել է դատավորներն էլ, դատախազներն էլ, բոլոր մարդիկ, ովքեր որ գործիք են որպես հանդիսանում Նիկոլ Փաշինյանի ձեռքում, իրանք Նիկոլ Փաշինյանի հետ բանտում են հայտնվելու իշխանափոխությունից հետո։ Ես սա ձեզ վստահեցնում եմ, հա, մի մասը կարող է հասցնի շուտ փախնի Հայաստանից կամ ճամբարափոխել, այսօր մենք արդեն տեսնում ենք մարդիկ, բայց նաև այն առողջ հատվածի համար մենք պետքա խաղաղության միջանցք բացենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանին ասեն ստեսություն եւ գան միանան ազգային ճակատը ձևավորված այդ օղակին Նիկոլ Փաշինյանին ասեն, որովհետև ըստ էության կարան սխալված լինեն լիքը մարդիկ նաև ՔՊ-ում եւ ես վստահ եմ, որ իրանք Նիկոլ Փաշինյանից հրաժարվելու են առաջիկայում։ Մի կարճ ակնարկ եմ ուզում անել թմրամիջոցների երիտասարդներին անվտանգությանը վերաբերող խնդիրներին, հա, տեսեք։ Ուրեմն աշխարհում ձևավորվել է նոր հիվանդություն, որը կոչվում է պոպկորնային հազ, 15 միլիոն երիտասարդի մոտ այդ հիվանդությունը, որը ամբուժելի է ցավոք սրտի այսօր, բժշկությունը դեռ բուժում չի գտել, հա, դրան։ Ուրեմն դա լինում է վեյփ ծխելու արդյունքում։ Հայաստանում 1000 անգամ սրա մասին ես խոսել եմ, բայց անիմաստ պետք է մենք ռադ անենք, որ կարողանանք այս խնդիրները լուծենք։ Իրանք ուզում են մեռնեն այդ երեխեքը, ուզում են չստացվի իրենց մոտ, ուզում են երկրից գնան։ Իրանք չեն անելու նենց բան, որ այդ երեխեքի համար լավը լինի։ Հիմա տեսեք, մեզ պետք է կամ առհասարակ արգելել այդ վեյփերի տարածումը եւ գովազդը, դա առաջինն է։ Օնլայն առևտուրն է պետք է արգելել ամբողջությամբ։ Այսինքն եթե խանութում դու 40 տարեկան տղամարդ ես, հասկանալով որ քեզ սպանում ես, գնում ես առնում ես, գնա առ, քեզ ոչ մեկ ձեռքդ չի բռնում։ Բայց եթե դու 18 տարեկան, 16 տարեկան երիտասարդ ես, ու քեզ պետությունը չի ապահովում որևէ կերպ, որ դու դրանից զերծ մնաս, դա կոչվում է սպիտակ գենոցիդ, հա, սպիտակ գենոցիդը, որ մեր երիտասարդությանը փորձում են ջնջեն, փորձում են նաև ֆիզիկապես սպանել, հոգեբանորեն, գաղափարական սպանդի ենթարկել են արդեն եկեղեցու դեմ պայքարելով, պատմության դեմ պայքարելով, ասելով, որ ֆաշիզմը իրականում հայրենասիրություն է, հմեկով ասելով, որ հայրենական մեծ պատերազմը արդյոք հայրենական է եղել, չէ՞ որ մարդկանց զորով են տարել մեր պապերին ի նկատի ունենալով, որ գնացել են իրենց հողի համար կռիվ են տվել, ի նկատի ունենալով Արծրունի այդ խոսքը, որ ասում է ֆաշիստները գալու էին Թուրքիան ջարդեին հին մեծ Հայաստանը վերականգնեին տային հայերին եւ այլն, այս ամեն ինչը խոսում է գաղափարական սպանդի մասին, բայց մենք նաեւ ֆիզիկական սպանդ ենք տեսնում, որովհետև խաղամոլությունը, թմրամոլությունը այս 7 տարվա ընթացքում մի քանի 1000 անգամ ավելացել է, այսինքն եթե այն վաղ օրինակ կար 100 հոգի, հիմա կա 10000 հոգի, որովհետև հասանելիությունը մեծացված է, հասանելիությունը հնարավոր է։ Երիտասարդը դուրս է գալի դպրոցից, տեսնում է պատին ինչ որ շոփի բանա պզսրած price list, որ այդ QR կոդը պահում ես, մտնում ես, ինչ ուզես կա, դե կարող է բազուկա է ծախեն, մենք չենք իմանա, բայց պատկան մարմինները դրանցով չեն զբաղվում, որովհետև իշխանությունը այլ բանով է զբաղվում։ Իշխանությունը զբաղված է ընդդիմադիր գործիչներին նստեցնելով, քրեական գործեր շինցու հարուցելով եւ սեփական ուզուրպացված իշխանությունը, հա, ուզուրպացրած իշխանությունը ապահովագրելու գործընթացով։ Հիմա տենց իրանք ընտրության են պատրաստվում, թե հերթական, թե արտահերթ չեմ իմանում, ինչ որ այդ կրթվելա նորաձև է քողի տակ, գնում են հիմա նայեք սաղ ուղղություններով փորձում են մարդ գտնեն ում ծախվեն, արտաքին ուժերի մասն է խոսքը, ծախվեն, որպեսզի կարողանան ընտրությունները կրեն, որ գոնե 5 տարի էլ կարողանան փող ուտեն բյուջեից, ասում է մենք ուր կոռուպցիան ունենք, եկեք նստենք, հիմա տեսնենք այդ գումարները 7 միլիարդ եւ ավել դոլարները դուք ինչ եք, ասիկի լավ Հայաստանում ժողովուրդ ջան նայեք, էսե ասեմ ու գնանք մեր գործով։ Խնդրում եմ ձեզ մի հատ նստեք տունը ու ասեք 7 միլիարդ դոլար փող ենք ծախսել, դուք եք ծախսել, որովհետև ձեր հարկերից են տալու այդ պարտքը, նայեք։ Ասեք 7 միլիարդ դոլար փող ենք վեկալե, ինչի վրա ենք դա ծախսել։ Ինքներդ ձեզ մի հատ հարց տվեք, ասենք аэроպորտ են սարքել, զենք են կալել, պլյուս, նայեք, ես չեմ ասում, որ ինքը 7 միլիարդ դոլարի պարտքա վեկալ է 6 միլիարդ եւ ավել դոլարի զենք է նվիրի Ադրբեջանը, իսկ ինքը մեզ 10 քանի միլիարդ դոլարի է վնաս տվել։
Եթե չհաշված նաև այն, եթե իրանք տարգաշ էր, էլի ինքը գցում է, չէ՞, այդ Range Rover-ը հետ բերինք, չգիտեմ ինչ այդ $1000 սրանից վեկալանք, որ նայեք, եթե իր տրամաբանությամբ անգամ մենք խոսանք Այն հողի ամեն սանտիմետր Արցախի 11500 քառակուսի կիլոմետր եւ 200 քառակուսի կիլոմետր Հայաստանից։ Եթե մենք այսօր շուկայական ամենաէժան գնով նստեք կալկուլյատորով, ասենք քառակուսին, չգիտեմ, $20 հաշվեք, հա։ Իրանց տրամաբանությամբ տեսեք ինքը մեր երկրին քանի 100 միլիարդ $-ի վնաս է տվել։ Էդ է Նիկոլ Փաշինյանը։ Այսքաններ հարգելի հայրենակիցներ, ձեզ մաղթում եմ լավ շաբաթ արդյունավետ, պրոդուկտիվ, մենք կապի մեջ ենք, քննարկենք մեր ապագա անելիքները միասին։ Մեկ բառով ինչ կասեք բնութագրական ինչ կասեք տիկնոջը, որը ամենագրեհի կամ դաստիարակ ձևով վիրավորում է մինչև անգամ նախագահներին։ Ես ասացի, որ իրանք են առհասարակ եւ ոչիլը եւ ինչ որ ինքը ասում է ինքն է այտենց, իր ամուսինն է այտենց, որովհետև իրանք համար նորմալ է, որ իրանք օրինակ նայեք կա, չէ, վիդեոներ, այն աղջկան էին, այն լրագրող բռնե, որ Նիկոլին սյունեցիները ողջունում էին ու այդ աղջկան բռնել էին, իբրև չգիտես ինչ որ շինց ու քրեական գործի շրջանակներում բռնել էին, որպեսզի էլի ինչ որ վախի մթնոլորտ սերմանային, ուղղակի դուք իմացեք մի կարևոր բան, որ դուք ինքներդ եք ձեզ խայտարականում, ինքներդ եք ձեզ բացահայտում մեր ժողովրդի մոտ, այսինքն ով ձեզ ինչ ասի, ես սպասում եմ, որ Աննա Հակոբյանը պետք է արդեն սկսի քֆուր գրել, այսինքն բիսեդկի մակարդակի այդ սապոժնիկների քֆուրները, ասենք ինչ որ որոշ սապոժնիկներ, որ ասես կեղտոտ քֆուրներ են տալիս, սպասում ենք, որ դուք այտենց լեքսիկոնով արդեն պետք է հանդես գաք, որովհետև ձեզանից այլ սպասում չունենք, բայց շատ կարևոր է, ես շնորհակալ եմ, որ մենք ունենք այս հնարավորությունը ձեզ ձեր էջով ցույց տալու, թե դուք ինչ եք ձեզանից իրականում ներկայացնում։